Շնորհակալություն, եկեք ծափահարենք 560 դպրոցի աշակերտների դրաշնամուրի մոտ էր մեր սիրելի Ելենան, առանձնահատուկ ծափեր մեր Ելենային։ Ամեն տարի մենք այս օրերին նախապատրաստում ենք Հովհաննես Թումանյանին նվիրված հանդիպում եւ այդ հանդիպումը կարող ենք ասել, որ կայանում է զանազան թեմաների շուրջ։ Այս տարի որոշել ենք պայման 5-րդ դասարանի աշակերտների հետ միասին նրանց աչքերով տեսնել, թե ինչպիսին է Հովհաննես Թումանյանը։ Ինչպես ասում են, գրականությունը հայրենիք չունի, բայց ամեն հայրենիք ունի իր գրականությունը։ Մենք ունենք բազում բարձր գագաթներ գրականության, բայց կարծում եմ, որ հենց այնպես չի, որ մենք Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հովհաննես Թումանյանի հետ կապել ենք մեր գրքի տոնը եւ նվիրել ենք գրքի նվիրատվության օրը հենց ամսի 19-ին ենք, փետրվարի 19-ին ենք, չէ՞։ Ես ուզում եմ, որ մենք ծափահարենք մեր երեխաներին, մեզ հյուրեն թիվ 160 հիմնական դպրոցի 5-րդ B դասարանի սաները եւ ոչ միայն 5-րդ B, նաեւ ունենք մեր սիրելի Յանան, միացել է դասարանին եւ մի գեղեցիկ հետաքրքիր հանդիպում ենք կազմակերպել։ Ծափահարենք Շնորհավոր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Մի ճամփորդ է իմ հոգին, երկրից անցվոր երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին։ Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։ Հաջորդը Ես շնչում եմ իր կենդանի Աստծուշունչն ամեն օր, ես լսում եմ նրա անլուր կանչնուհունչն ամեն օր, վերահասնում, վերացնում ամենալուր իմ հոգին, տիեզերքի խոր մեղեդին ու մունջն ամենուր։ Ամեն անգամ քո տվածից և մի բան ես դու տանում, ամեն անգամ երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում։ Զարմանում եմ, թե ով շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ, ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։ Հին աշխարհը ամեն օր, Հին աշխարհը ամեն օր,
1000 մարդ է մտնում նոր, 1000 տարվան փորձն ու գործ սկսում է ամեն օր։ Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան ընթառաջ մենք տոնում ենք ամենայն հայոց բանաստեղծի մեծ պոետի 157-ամյակը։ Սիրելի Ելենա, մենք տոնում ենք ամենայն հայոց բանաստեղծի մեծ պոետի անմահությունը։ Ես հարուստ եմ, ես բախտավոր, իմ ծննդյան պայծառորեն, էլ աշխարհ չեմ գալու հոնոր, իմ տվածն եմ տալիս իրեն։ Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անջրտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը։ Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ կարծես մեկտեղվում զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ։ Բանաստեղծը ապրում է իր ժողովրդի համար, բարդ ու դաժան ժամանակներում, եւ ամբողջովին կիսում է հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն։ Կիսում է ոչ միայն ինքը, այլև նրա ամբողջ ընտանիքը։ Նրա 4 որդիներն էլ զինվորներ էին, 4 դուստրերն էլ գտության քույրեր։ Այս ամենի լավագույն ապացույցը Հովհաննես Թումանյանի նամակն է Զորավար Անդրանիկին։ Նա գրում է, որ պատրաստ է նվիրաբերելու ամենակարևորը, ինչ որ ունի իր կյանքում։ Սիրելի Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի այն, ինչ որ ունի, եւ կարող է թե վերահաս վտանգը կանխելու, թե բաղձալի խաղաղության հասնելու համար։ Ես ունեմ 4 տղա։ 4-ն էլ Երկրի կառավարություն։ 4-ը երկրի կառավարության ազգային խորհրդի։ Եվ բոլորն էլ քո տրամադրության տակ են։ Իսկ 4 աղջիկներս գնում էին Թիկունքի աշխատանքների։ թիկունքի աշխատանքին։ Ինչ ընդունակ կլիներ։ Մեր գրականության նորաձև Ժողովուրդները շատ բան կարող են մոռանալ։ Ժողովուրդները շատ բան կարող են մոռանալ, բայց իրենց պատմությունն ու իրենց կուլտուրան չեն կարող մոռանալ։ Որպեսզի չմոռանանք մեր մշակույթը, այսօր մենք 160 հիմնական դպրոցի 5B դասարանի աշակերտներով միացանք Հովհաննես Թումանյանի տիեզերքում աստվածային խորագիրը կրող միջոցառմանը։ Չէ՞ որ հենց Թումանյանն է ասել. գրականությունը դպրոցի հիմքն է, դպրոցը գրականության բովանդակություն։ Կբացվի ծոցը անդրշիրիմյան, կթեքվի արևն, հասկի ծավերին, և կողջունեն հունջը երրորդության, Ֆիրդուսին Հոմերը ու Ռուսթավելին, Գրիշապելին։ Այո, ճիշտ ես Ելենա, ես վստահ եմ։ Այո, ճիշտ ես Ելենա, ես վստահ եմ, որ Հայաստանի բոլոր դպրոցներում այս օրերին թումանյանական շունչն է թևածում, իսկ հիմա եկեք ներկայացնենք, թե ինչ են ասել մեր հայ մեծերը Թումանյանի մասին։ Մեր թորիչք Թումանյանի արվեստի Մեր գրականության նորատուն Մեր գրականության նորատուն Վրաստանի մեջ բթեց մի օր ձեռիկ ևս, անուշահոտ և համեստ, ինչպես պուճի տախտիների ափերում բուսացում անուշակը ու կարած աշխարհում, գազերը սահայում։ Մեր թորիչք Թումանյանի արվեստի գոհարակի բարձունքից է գող չի անցել, ավելի քիսահատ է։ Մեր էությունը լի է Թումանյանով, նրա ոգով ու սրտով, թումանյանական նոր թախիցով և պայծառ ծիծաղով, հրաչակ խոչով։ Իր երկերը գեղջուկ, ներծուկ, քրտինքով էր նա ողողում, հանճարեղ երկերում, նրա և իր երկրի արևն էր շողում, նա մեծ էր հողով, արյունով, արմատներ ուներ նա հողում, եղիշը չհանց։ Եվ Թումանյանը մեր մշակույթի, մեր մտավոր խոյանքների, մեր պատումների ու թռիչքների ամենաբարձր, ամենաերտնամերձ կատարն է, ասել է Հրաչյակ Քոչարը։ Կա Մեծարենց, Կա Մեծարենց, կա Տերյան և բազում ուրիշ պոետներ, բայց Թումանյանն է անհաս, անարատը մեր նոր քերթության, ով է ասել, Եղիշե Շարենց։ ապրես, Թումանյանը, Թումանյանը հենց նա է, ում հետ ենք մենք, ամենքս, կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, հետ մենք ամբողջ կյանքներումս, տակավին գրաճանած չդարձած, մինչև մահվան մահիճ, հետ մենք առավել քան որևէ մեկ այլ գրողի, Պարույր Սևակ։ 1869 թվին հայաց այգիներն ինչ պտուղ տվին, հայաց արտերում ինչ բերք էր հասել, դժվար է ասել,
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի արգան դեղավ սրբորեն բեղում, հիմարուկցում մեջ վերդատսեղում։ Նա հետո պիտի դառնա պատանի, երիտասարդ և այր իմաստուն, անբախտ Մարայի լացով սպանի, մեր հառաչանքը հասցունի Աստծուն։ Մրմուրից դաղված նրա բերանով, Սարոյի նամը պիտի ող պասի, մսրազոր կեց Դավիթը խոսի, գիքորը կանչի, էստի համեցեք, նա պիտի երկի, ինչ է կամեցել, նրա մոխրակալած հրակեց հոգին, որքան տրտուր, նույնքան կենսագիր, տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։ Ծնունդդ շնորհավոր Հովհաննես Թումանյան, ծափահարություններ, Իշխանյան հարց եմ ուզում հղել մեր հարգելի դասղեկին, որ տարիքից են անցնում Հովհաննես Թումանյան։ Հովհաննես Թումանյան անցնում են դեռևս առաջին դասարանից, սկսած հեքիաթներից, նոր փոքրիկ բանաստեղծություններից, մինչև 12-րդ դասարան։ Իհարկե այստեղ մինչև 9-րդ դասարան Որոշակի հատվածներ անցնում են։ Ես փոքր-ինչ ուզում եմ ուղղակի ասել, գուցե բոլորը լարված են, գուցե բոլորը այսպես գործի դասի հետ միասին իրենք հասցրեցին այնքան, որքան հասցրեցին, ինչի համար շնորհակալ եմ եւ ձեզ ասեմ ամենաշատ այն պրոցեսն էր հետաքրքիր, երբ մենք անում էինք բոլոր փորձերը, հիմա պիտի խնդրեմ շարունակության համար ծափահարենք դասարանի երեխաներին եւ խնդրենք, որ ուղղակի տեղը ազատեն հաջորդ համարի համար։ Խնկանոսյան, ամպի տակից ջուր է գալիս, ծափահարություններ մեր սիրելի Մարիամը։ Շնորհակալ եմ բեմադրությունը Մարիամ Խնկանոսյանի, ծափահարենք։
Թումանյանը ծնվել է 1869 թվականին Լոռու Դսեղ գյուղում։ Ապրել է մանկան բոլոր հետաքրքրությունները, անհոգ և ուրախ խաղեր ամռանօրերին, օղակական պարզ ու գեղեցիկ կենցաղ, նախ դրության մեջ։ Գրել կարդալ սովորում է հոր, ապա հոր մոտ, այնուհետև տեղափոխվում է Սահակ Բաժապետի մոտ, ու երկաթե գավազանի սարսափնդակ քրդահար ծտերի նման դողում է երեխաները։ Հայրը որդուն տանում է Իջմիածին Գևորգյան ճանապարհում տեղավորել, բայց տեսնելով սաների գունատ ու մարելատիվ դեմքերը հետ է վերելելի այժմ Ստեփանավան։ Հովհաննես Թումանյանը 1878 թվականի աշնանը ընդունվում է Տիգրան Տեր-Դավթյանի Երկսերջ Չորտասյան դպրոցը, որը լուրջ դեր է խաղում նրա կյանքում։ Այդ գեղեցիկ օրերի մասին նա հիշել է։ Դսեղը ամենագեղեցիկ շրջանն է կյանքիս, հետո էլ Ջալալօղլու 2-3 տարին։ Այստեղ սովորեցի գրականություն, պատմություն, հայոց և ռուսաց լեզուներ, ֆիզիկա, ֆրանսերեն և երգեցողություն։ Եվ երգեցողություն։ Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր մեծ պոետի հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ Վալերի Բրյուսում։ Հովհաննես Թումանյանը այն կախարդն է, այն Այրեզովսկին, որ վրձին ձեռքին գոչում է տարերքին և հնազանդեցնում է իրեն։ Վալերի Բրյուսով։ Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական տերերը։ Ինչպես խորհուրդ է Հայաստանի լճերը, այնպես էլ խորհուրդ է Թումանյանի մտքերը։ Պաբլո Դիչինա։ Հայկ Իմ երջանիկ Հայաստան է, որ ծնել է այսպիսի իսկական հումանիստ։ Իմ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այսպիսի մեծ սիրտ և կամք և միտք։ Պաբլո Դիչինա։ Մեզ ջոթեն մի անգամ եկերմային ասել է, ոչ մի բանաստեղծություն չեմ գրել առանց պատճառի։
ի տարբերություն գյոթեի, Տարբերություն 7-ի Թումանյանի համար պատճառը Հայաստանի մեջ։ Նրանք ժողովրդի իսկական մեծ զավակը կարող է դուրել հայոց լեռներում, հայոց միշտը, մեր նախնիները, Անուշը, Գիքորը։ Թումանյանը հայ ժողովրդի մեծ զավակն է։ Նրա քաջ ասպետը եւ բանաստեղծական շեփորահարը։ Նանե ջան, Բանաստեղծին Մուսային ասես մեծ լիցք են տվել Մաշտոցի, Կորունի, Խորենացու եւ Դավիթ անհաղթի տաղանդը։ Ասպետական շունչ են տվել Սասունցիներն ու Մամիկոնյանները։ Մտահորիզոնը լայնացրել են Գեղամա լեռները, Արագածն ու Զանգեզուրը։ Գեղեցկություն եւ հմայք են հաղորդել Հրազդանի կիրճը, Արարատյան դաշտը, Լոռին եւ Սևանա լիճը։ Բանաստեղծությունը չի գրվի հանգով ու վանկով, այլ սրտով ու զգացմունքով։ Բոլորը հաստատ միայն մի բան գիտեն։ ասա։ Բոլորը հաստատ միայն մի բան գիտեն, որ ունեն մի թշվառ հայրենիք։ Բայց թե ինչ է այդ հայրենիքը։ Ինչպես է ապրում, ինչի մեջ է նրա թշվառությունը, ինչպես է խոսում, լալիս, ուրախանում եւ ժողովուրդը։ Ահա այդ է հարկավոր, այդ առավելությունները, այդ հատկությունները միայն կարող են ինձ պարգևել, հայոց մեծ բանաստեղծ։ Ծափահարենք Հովհաննես Թումանյանին։ Եվ որպեսզի հասկանանք, որ ժողովուրդը միայն թշվառ չէ եւ միայն տխուր բաներ չգիտի, պատրաստվում ենք հաջորդ երգին։ Յանա, առաջ արի, դու եւ կանգնեք։ Այսպես կանգնեք։ Շատ լավ, առաջ եկեք։ Շադի, գնաց ծափով։ Հազար 1883 թվականին Թումանյանն ընդգրկում է Ներսիսյան դպրոց։ Սովորում 3 տարի։ Նյութական դժվարությունները նրան ստիպում են կիսատ թողնել ուսումը եւ 5 տարի զբաղվել գրագրի հոգեմաշ աշխատանքով։ Գրական փորձերը, Շունն ու կատուն, անբախտ վաճառականները, լեգենդները, Կութանի երգերը, մի նորմությունը, բանաստեղծությունները սկսել է 10-ից 11 հասակում։ 1890 թվականին տպագրվում է Թումանյանի բանաստեղծությունների առաջին գիրքը, 1892 թվականին երկրորդը, եւ Թումանյանը դառնում է հայ գրական կյանքի կենտրոնական դեմքը։ Ինչքան ցավ եմ տեսել ես, նենգու դավ եմ տեսել ես։ Տարեներել ու սիրել վատը լավ եմ տեսել ես։ Քանի ձեռքում եմ կարվել ու լավ եմ կարվել։ Ուր
սպասում։ Թումանյան Թումանյանն ուներ մեծ հմայք։ ուներ մեծ հմայք և հասարակական ջիր։ Նրա շուրջն էր համախմբում գրական, հասարակական ուժերը։ Նա 1899 թվականին իր տանը ստեղծում է վերնատուն հայտնի խումբը, որը դարձավ գրական կարեստի։ Անդամներ էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Աղ Բալյանը, Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը եւ այլն։ Ու պիտի գա հանուր կյանքի։ Իրոպե ալիգենտն։ Պիտի գա հանուր կյանքի արշալույս ընվար հագած, հազար լույսապայծառ հոգիներով ճառագած, ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, կեսաժպիտ իր շողերն, պիտի ժպտան առաջին, ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը, նոր խոսքերով, նոր երգերով, նոր խոսքով, լույսի հայրենիք, իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Մարիաննան 1923 թվականին նորից 1923 թվականից մարտի 23-ին 54 տարեկան հասակում կյանքից հեռանում է հայ ժողովրդի հանճարը և անմահանում։ Եկեք ծափահարենք մեր անմահ Թումանյանին։ Անկեղծ ասած, մենք երկար մտորում էինք եւ այստեղ Թումանյանի հեքիաթների գրքերն են։ Երեխեք որ մեկը բեմադրենք, մի հատ նայեք այստեղ մի հատ Կիկոսի մահը։ հա, դա է, լավ, մենք ընտրեցինք Կիկոսի մահը, գնանք պատրաստվելու արագ։ Մենք ընտրեցինք Կիկոսի մահը, ծափահարենք մեր հեքիաթակը։ Հովհաննես Թումանյան, Կիկոսի մահը։ Մի աղքատ մարդու կնիկ են լինում, ունենում են 3 աղջիկ։ Մի օր հերը աշխատելիս է լինում, ծառահում է, մեծ աղջկան ջուրն է ղրկում։ Մեծ աղջիկը կուժը առնում է, գնում է աղբյուրը։ Աղբրի գլխին մի մեծ ծառ է լինում։ Այս աղջիկը հենց ծառը տեսնում է, իրեն միտք է անում։ Մի որ մեծանամ, գնամ մարտի ունենամ որդի, գտակը պոպոզ անունը Կիկոս, վերելնի ծառին ցածնգնի քարի, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Մերը սպասում է, տեսնում է մեծ աղջիկը գնաց ու ետ չեկավ, միջնակ աղջկան է հրկում։ Գնա մի տես քույրդ ինչ եղավ։ Այ քույր, ես ինչ ես անում։ Չես ասյամ բախտ մորքուր, գնացի մարտի ունեցա որդի, գտակը պոպոզ անունը Կիկոս, վերելավ ծառին ցածնգավ քարի, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Երկու քույր նստում են իրար կողքի, սկսում են սուք անել։ Մերը նորից սպասում է, տեսնում է երկու քույր գնացին ետ չեկան։ Փոքր աղջկան է ուղարկում։ Աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան, գնացին և չեկան։ Այս քույրերը, որ հեռվից իրա գլուխը տեսնում են, կանչում են։ Արի, անբախտ մորքուր, տես քո Կիկոսի գլխին ինչ եղավ։ Ինչ Կիկոս, ինչ մորքուր։ Գնացի մարտի ունեցա որդի, գտակը պոպոզ անունը Կիկոս, վերելավ ծառին ցածնգավ քարի, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Մերը սպասում է, տեսնում է 3 աղջիկ գնացին ետ չեկան, ինքն է գնում։ Արի, անբախտ տատի, տես թորան գլխին ինչ եղավ։ Ինչ թոր, ինչ է պատահել աղջիկներ։ Բայց չես ասի, ուրեմն ես գնացի մարտի, ունեցա որդի, գտակը պոպոզ անունը Կիկոս, վերելավ ծառին, ցածնգավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Հերը սպասում, ասում է տեսնեմ ուր մնացին։
նստե ու լաց սուք եք անում, ինչքան է լաց անեք, ինչքան է սուք անեք, Կիկոսը կենթանանալու չի, եկեք գնենք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարակ անենք, նստենք Կիկոսի քելը խտանք, լացով ինչ պիտի անենք, աշխարհի կարգ է, ինչպես եկել է, այնպես էլ պետք է գնա։ Դու միասիր, սրանց ունեցած չունեցածը, մի 4 օդանի լեզներ ու մի քթոց ալյուրը։ Գալիս են, եզին մորթում են, մի քթոց ալյուրով հաց են թխում, ժողովուրդ են կանչում, Կիկոսի քելեխը տալիս են ու նոր հանգստանում են։ Վայ, Կիկոս ջան! Ծափահարենք։ Բոլորս։ Գնացին գլուխ տալու, ծափահարեցինք մեր 160 դպրոցին, չքնավ սաներին, հրաշ, եթե մենք ունենայինք ևս մի քանի օր և ընդհանրապես ժամանակ ունենայինք իրար այսպես ընդհանուր հանդիպելու, վստահեցնում եմ մենք շատ ավելի հետաքրքիր բաներ կարող ենք ստեղծել, բայց այսքանով հանդերձ, ես շնորհակալ եմ ձեզ, Ելենա ջան առաջարի քեզ առանձնահատուկ ծափել։ Լանա ջան առաջարի ևս քեզ առանձնահատուկ ծափել։ Վստահեցնում եմ Լանայի և Ելենայի ջանախնդիր։ Մարիամ ջան ուր ես, Մարիամ ջան արի առաջ, և նույնպես շնորհակալ եմ բոլորիցդ և վստահեցնում եմ Ելենայի, Լանայի, Լանան այս տարի մի քիչ բան, բայց ամեն դեպքում կեցեք դուք, որովհետև նրանք սենց ինձ խեղտած պահում էին, որ անպայման մի գեղեցիկ մի սիրուն բան պիտի անենք, եկեք մի հատ շնորհակալություն հայտնենք մեր ուսուցչուհուն։ Եվ քանի որ մենք առաջի փոքրիկ բեմադրությունն էինք անում մեր սիրելի մեր դասարանի կանգնեք կողքս առաջ եկեք որ չծածկվեք։ Ուզում եմ որ սա լինի մեր առաջի դուբլը և առաջի բեմադրությունը և սա կլինի շարունակական գեղեցիկ մնացած միջոցառումների համար թիվ 160 դպրոց 5-րդ B դասարան Հովհաննես Թումանյան Կիկոսի մահը ռեժիսոր Զեփյոր Սարդարյան Ծափ